Սասեյեմ, սուպերմարկետ ձեր տանը։ Արդեն փեսա են խաղացնում։ Բա ինչ կանեն, լավ էլ շաբաշի հոտ են առել։ Բայց ես էսես չեմ թողնում։ Ինչ շաբաշ այն տղա, ինչի մասին ես խոսում։ Այդ մարդիկ, որ քեզ չեն ընդունում, դրա միակ մեղավորը դու ես ու քո քայլերը։ Ես պաշտպանում ես, հա։ Եթե հարազատ մերս է իմ դեմ, ես էլ ինչ ասեմ։ Բա Իլյանը, քուրա կոչվում, մի հատ չեն ասում այդ տանը ինչա կատարվում։ Տղա ջան, բայց ինչի պիտի այդ աղջիկը իրան տանը եղածը քեզ զեկուցի, հա։ Ինչ որ վերաբերվում է Մարային, ես պիտի իմանամ։ Ay, xerç Lianız kozarı kırağından gel inçes uzun bahe terexuts uzun es var başambi ha? Բայց ինչի պիտի բաժանվի, ես չեմ հասկանում։ Ay hենց բանն են որ դու չես հասկանում։ Վահե քանի ուշ չի ձեր քաշի մարից։ Դու չես հասկանում որ այդ աղջիկը քեզ չի սիրում, հա? Եթե Մարան չպիտի իմը լինի, ուրեմն ոչ մեկինը չի լինի։ Այդ մի բանը ես հաստատ եմ ասում։ Ay Vahir! Կարող եմ ներս գալ։ Ադամ, եթե եկել ես օֆիսի խոսակցությունը շարունակես, ապա ասեմ, որ ես քեզ արդեն ամեն ինչ ասել եմ։ Չէ, ես գործա չեմ խառնում ընտանեկան հարցերին, եկել եմ աղբորս տեսնել։ Մարկեի սենյակում պատկած է, ու հնարավոր է արդեն քնել է։ Ուղղակի նոր եմ իմացել կատարվածի մասին, դրա համար էլ եկել եմ։ Մարկի հետ ամեն ինչ նորմալ է։ Տիկին Նոնա, եկեք թողնենք ես լարվածությունը։ Իմ կարծիքով ձեզ էլ Մարկին էլ լուրջ վտանգ է սպառնում։ Արե, ո՞նց եք։ Ինչ շուտ չեք։ Արամ ջան, դե քո ուսերը առանց էլ շատ են։ Ռոնայի գործերը քո ուսերին են հիմա։ Իսկ ոստիկանությունն արդեն զբաղվում է այդ հարցով։ Ես չեմ պատկերացնում, ում կարող է ձեռնտու լինել Մարկին վնասի։ Բայց ինչի հենց Մարկին։ Բայելում, նախորդոդը հենց Մարկի վրա են հարձակվել։ Բոլորը այնտեղ են եղել, բայց հարձակվել են հենց Մարկի վրա։ Ոստիկանությանը տեղյակ բայել եք հարձակման մասին։ Հա, ասել եմ, բայց միայն այդքանը։ Մարկը չի լսել, չէ ինչ են ասել հարձակվողները։ Այս ամենը ինձ շատ խիստ անհանգստացնում է։ Մամ, գուցե այս ամենի մեջ ոչ մի դիտավորություն չկա։ Հնարավոր է ուղղակի այդ մարդիկ մոտեցել են Մարկին, ինչ-որ բան են ասել, իսկ քանի որ Մարկը չի լսում, չի հասկացել, իրար չեն հասկացել ու վեճ է բռնկվել։ Իսկ այտոցը ցանկացած ձևով կարող էր հայտնվել մեքենայի մեջ։ Նարե, ես հասկանում եմ, որ այդ ամենը դու ինձ ասում ես հանգստացնելու համար։ Բայց դա հարցի լուծում չի։ Ես վտանգ եմ զգում։ Անկախ նրանից, թե այդ երկու դեպքը ինչ կապ ունեն իրար հետ, մենք պետք է հնարավորինս զգուշ լինենք։ Մենք պարզենք իրական պատճառը։ Սողաց եմ, բայց ճաշ չեմ ուզում։ Վայ Վալես, ես հիմա ուրիշ բան կսարքեմ։ Մամ, այդ ճիշտ է, որ դու երեխա ես ունենալու։ Հա, տղես։ Բա ինքը երբ է ծնվելու։ Մի քանի ամսից։ Ինքը մեր հետ է ապրելու։ Չէ, Վալես։ Ինքը Մարկի ու Նարեի հետ է ապրելու։ Բայց ինչի։ Արեգ ջան, այս փոքրիկի ծնողները Մարկն ու Նարեն են։ Բայց այդ ոնց կարա տենց լինի։ Վալես, հասկանում ես,
Ոնց ասեմ, այն բոլոր մեծերը ուզում են երեխաներ ունենալ, չէ՞։ Բայց ոչ բոլորն են կարողանում։ Մարկն ու Նարեն էլ։ Հա, բալես։ Արեգ ջան, այդպես օրինակ ես քեզ ունեմ, իսկ իրանք չունեն երեխա, իսկ չէ որ Մարկն ու Նարեն մեզ շատ են օգնել քո վիրահատության հարցում։ Դրա համար ես դու իրանց օգնում։ Հա տղես։ Մեկը ես բան չեմ հասկանում։ Ոչինչ, կմեծանաս կհասկանաս։ Արեգ ուր, արի նորմալ հաց կեր։ Չեմ ուզում։ Հա Նարե ջան, շատ ուրախ կլինեմ որ գաք, Մարկին էլ շատ կուզեի տեսնել, դե գիտես էլի, ես էլ չեմ կարող գալ։ Կխոսեմ Մարկի հետ Տիկինզինը, եթե հնարավոր եղավ անպայման միասին կգանք։ Հա Նարե ջան, բայց եթե հանկարծ չստացվի, ոչինչ, ես չեմ նեղանա, մի ուրիշ անգամ կգաք, ուղղակի Փեսայիս մասին շատ եմ մտածում։ Լավ Տիկինզինը, ես դες ավելի ուշ կզանգեմ։ Լավ աղջիկս, դե ես ձեզ կսպասեմ։ Մա, Նարենք են գալիս։ Չգիտեմ, դեռ Մարկի հետ պետք է համաձայնեցնի։ Շատ եմ ազդվում Մարկի հետ վիճակից, մամ։ Անգամ համարձակությունս չի երիքում, գնամ Մարկին տեսնեմ։ Մարա ջան, Դավիթի գնալուց հետո մենք քեզ հետ չենք խոսել, ես նույնիսկ չգիտեմ, թե դու ինչ ես մտածում։ Մամ, խնդրում եմ, անգամ չեմ էլ ուզում հիշեմ երեկվա Վահեի արածը։ Չէ, Մարա ջան, դու ինձ սխալ հասկացար, ես Դավիթի մասին եմ ուզում խոսել, ոչ թե այդ անդաստիրակ անհասկացողի մասին։ Ինչ խոսես, մամ։ Մարա, են, որ արդեն քո ամուսնանալուց ժամանակն է։ Հետո, մամ։ Հետո են, Մարա ջան, որ դու Դավիթը պետք է ամուսնանաք։ Դու նման հնարավորություն էլ չես ունենա։ Դավիթը շատ լավ տղա է։ Հա, Դավիթը շատ լավ տղա է։ Բայց ինձ ինչ ա եղել, որ նման հնարավորություն չունենամ, մամ։ Դե նկատի ունեմ, Մարա, որ Դավիթի նման տղաներ շատ քիչ կան։ Մամ ջան, հետաքրքիր է գիտես, որ Դավիթին մեկ անգամ տեսնելով հասցրեցիր տենց լավ ճանաչես։ Եվ հետո մամ, ամուսնության որոշում կայացնելու համար պետք է լավ մտածել, իսկ լավ մտածելու համար ժամանակ է պետք։ Միչև դու մտածես, Դավիթին մի ուրիշ աղջիկ իրանով կանի։ Մամ, ինչի ես չափազանցնում, չեմ հասկանում։ Լսի աղջիկ ջան, կլինի գոնե կյանքում մի անգամ մորդ լսես։ Իմ մայրական սիրտը վկայում է, որ դու նման հնարավորություն էլ չես ունենա։ Դու պետք է արագացնես։ Այ մամ, ես լավ եմ հասկանում, թե դու ինչի ես սենց խառնվել իրար։ Բայց լավ իմացի, անկախ քո հաշվարկներից, ես լսելու եմ միայն իմ սրտի ձայնին։ Մեկ կնդ միշտ հիշի։ Սրտի ձայնին։ Ես էլ ժամանակին իմ սրտի ձայնին լսեցի, որ ամբողջ կյանքս այս չքավորության մեջ անցկացրեցի։ Չէ, ես նման հնարավորություն իմ ձեռքից իրավունք չունեմ բաց թողնելու։ Ամբողջ գիշեր չեմ քնել։ Դու պատկերացնում ես, եթե չիմանայինք, որ մեքենայի մոտ կա ու այդպես գնայինք Ինայի մոտ։ Նարե։
Մտածում եմ, որ հնարավոր է այդ օծը դնողները մեզ ճանապարհին հետևել են։ Դու խոսել ես Ինայի հետ, ասել ես, որ այսօր էլ չեն գնալու իր մոտ։ Հա, զանգել եմ։ Հա, ես զանգել եմ։ Այդպես Ինայի համար ավելի անվտանգ կլինի։ Մի որոշ ժամանակ թող անցնի միջև կարողանանք բացահայտենք այդ իրականում այդպես է թե զուգադիպություններ։ Դու գնա հանգստացի կկանչեմ, լավ։ Հալ վանուց։ Ես ինչ լավ անակնկալ ես աներ։ Եկել է քաղաք, ասի մի հատ քեզ տենամ։ Ոնց ես։ Լավ ես, լավ նստի։ Պատմի գործերդ։ Ինչ ես անում, ես ոնց ա եղել մեզ հիշել ես։ Ոնց գիտես Նար ջան։ Սաղ նույնն է համարյա։ Քրոջս տուն է եկել, ասի մի հատ էլ աղբորս տենամ։ Կորել եք չեք երևում։ Գիտեմ, առաջ Հայաստանում չէր։ Դրա համար չէր երևում։ Հիմա ու եկել ես, քիչ ես երևում։ Մեղավոր եմ, բայց խոստանում եմ, եկող շաբաթ անպայման կհարմարեցնեմ։ Կգամ տղեկին եկա տեսնեմ։ Նարեն էլ էր զանգել երեք, ասում էր, որ այս երկու օրը կգա։ Նարեն։ Հա, ինչ որ իր ծանոթներից մեկը, մեր կողքի հարևան Հավոնց տունն ա Վարչով ապրում։ Խնդրեց, որ ուշադիր լինենք, եթե օգնելու բանը լինի, օգնենք իրան ու երեխուն։ Ինչ կին է։ Չգիտեմ, ինչ որ նա ջահել կին է իր երեխու հետ։ Անունը հիշում ես։ Ինչ ես հարցնում է։ Չէ, ուղղակի, կարող է ես էլ ճանաչեմ։ Չէ, դժվար, քաղաքից էր, ոնց որ Ինա էր ոնց որ անունը։ Լավ, արի գնանք մի տեղ նստենք, մի բաժակ սուրճ խմենք։ Գնացինք։ Մամ, ես ուզում եմ մի ժամ օգնումից դուրս գալ, սրճարանից հենց նոր զանգեցին։ Ինչ-որ խնդիրներ են առաջացել։ Ես շուտ կգնամ ու կգամ։ Դուք տանն եք, չէ՞։ Կարինան օֆիսա գնացել, բայց ես տանն եմ լինելու։ Իսկ Մարկը գիտի, որ դու սրճարան ես գնում։ Ամբողջ գիշերը աչք չի փակել, մի քիչ առաջ քնեց։ Իսկ սրճարանից հենց նոր զանգեցին, ես էլ չարթնացրեցի։ Նարը երեկվա դեպքից հետո լավ չի, որ դու մենակ ես տնից դուրս գալիս։ Մամ, եթե այդպես լինի, ընդհանրապես ուրեմն տնից չպետք է դուրս գանք։ Ամել դու հանգիստ եղ, ես իմ մեքենայով չեմ գնում, արդեն տաքսի եմ կանչել։ Լավ։ Դե շատ չուշանաս։ Զգուշ կլինես։ Լավ։ Ալո, Ինա, ինչ լավ ա զանգեցիր, ոնց եք։ Լավ։ Արեգը ոնց ա իրան զգում։ Լավ ա։ Եթե այդ կարելի է լավ համարել։ Հիմա էլ հո Արեգը հետը տա, հիմա ինչ ես անտրամադիր։ Չգիտեմ ասա, Արեգը շատ ա փոխվել։ Ինչի, չի լսում քեզ։ Չէ, շատ նեղված է, համարյա բան չի ուտում։ Հետս էլ ոնց որ չի ուզում շփվի։
Երևի փոշմանել ա, որ հետս ա եկել։ Այդ երեխեն ձեր երկուսի ձեռը կրակն է անգել։ Չգիտեմ, Ասիա, բա ես ինչ անեմ։ Ինչ պետք է անես, երեխուն ժամանակ ա պետք։ Ժամանակ տվեք, որ այդ ամեն ինչը կարողանա հասկանալ։ Այս ուղղակի ինքը մեր ուժին շատ ա հիշում ու շատ ա նեղված։ Ես չգիտեմ ինչ անեմ։ Ինչ պետք է անես, մեր ուժը հիմա գժված ա։ Էսա մի քանի անգամ ինձ ա զանգել, ինչքան ծանոթ ունես գնացել ա տունը ստուգել ա։ Բոլորը զանգում են հերթով հարցնում են ինչ ա եղել, ինչա մեր ուժը քեզ ման գալիս։ Բա դու ինչ ես ասում։ Ինչ պետք է ասեմ, ասում ես ոչ մի բանից տեղյակ չեմ։ Ասա, նենց եմ վախենում, որ մեր ուժը եթե մեզ գտնի, Արեգ առանց մտածելու ինձ կթողնի ու հոր հետ կգնա։ Ինա, արի այդ մտքերը ուղեղիցը թանի, երեխուն ժամանակ ա պետք։ Հիմա ամենադժվարը իրա համար է։ Դու աշխատի քեզ լավ պահես, մինչև Նարէնց երեխեն ծնվի, ընթացքում ամեն ինչ իրա տեղը կընկնի։ Լավ, ես կփորձեմ։ Լավ, դե քեզ լավ նայի։ Լավ։ Ոնց են գործերը։ Լավ, հաշվապահ եկել, հա։ Հանր սումա, ձեզ ասպաս։ Լավ, Սոնա ջան, ես շատ քիչ ժամանակ ունեմ, խնդրում եմ բոլոր աշխատողներին տեղյակ պահի, ուզում եմ բոլորին տեսնել։ Լավ։ Ալո, Նարեկ։ Սոնան ա, ձեր աշակերտի Աննայի քույրը։ Հա, իմացա, Սոնա ջան։ Նարեն հիմա սրճարանում է։ Նոր ա եկել։ Հա, նոր ա եկել, բայց շուտ ա գնալու։ Լավ, շատ շնորհակալ եմ, Սոնա ջան։ Նարեկ, չնեղանաս, բայց հաջորդ անգամ ինձ սենց բան չխնդրես, հա։ Ես քեզ շատ եմ հարգում, բայց Հասկացա քեզ, Սոնա ջան, խնդիր չկա։ Հա, Արսեն։ Կարինա եկա հետևիցդ նոնան ասեց Ռոնոյի մեզ։ Հա, օֆիսում եմ։ Երբ կվերջացնես գործերդ։ Ուզում եմ երկուսով մի տեղ գնանք։ Արսեն, այսօր չեմ կարող։ Հարմար չի, գործեր ունեմ։ Կարինա հլային նկարների պատմությունն է շարունակում։ Չէ, ուղղակի շատ գործեր ունեմ կուտակված։ Չեմ կարող, թող մնա մյուս անգամ, լավ։ Լավ, ես քեզ հետո կզանգեմ։ Ալո։ Կարինա։ Միկա։ Լավագույնը ձենս չես մոռացել։ Միկա, դու անհասկացող ես։ Ինչ ես զանգել։ Ուզում եմ քեզ տեսնել, մենք պիտի խոսենք։ Մենք իրար հետ խոսելու ոչ մի բան չունենք։ Ես չեմ հասկանում, ամեն անգամ պետք է դու օտար համարներից զանգես ու նյարդայնացնես ինձ։ Չեմ հասկանում, քո պատճառով պետք է ես համարս փոխեմ։ Կարինա, լսի ինձ, խնդրում եմ։ Կարինա, սրանք Արամը տվեց, որ փոխանցեմ։ Դիր սեղանից ներ։ Ոնց հասկացա օֆիսում ես, հա։ Քեզ ինչ թե որտեղ եմ։ Խնդրում եմ, Կարինա, չգնաս։ Ես հենց հիմա գալիս եմ օֆիս, մոտակայքում եմ։ Ես օֆիսում չեմ ու ընդհանրապես չհամարձակվես ինձ անգամ մի քայլ մոտիկ գաս։ Գեղձավոր շահամոլի չոզում ինձ անեց։ Նարեկ։ Նարեկ, ոնց ես։ Ինչ ես անում այստեղ Նարեկ։ Դե մտածեցի ժամին այստեղ չեմ, ես մասիկամ հետ խոսենք բան։ Սովորաբար ես այս ժամին այստեղ չեմ մնում։ Նարեկ, ինչ ես այդ կերպ հետս խոսում։ Մինչև հիմա մտածում ես, որ ես եմ մարկետ կատարված համար մեղավոր, հա։ Նարեկ, դրա համար ես եկել։ Չէ, եկել եմ ասեմ, որ գնում եմ գյուղ մեր ընկերների տեսնել։ Լավ ես անում, ես ինչ կապ ունեմ։
Դե իմացել եմ, որ մեր հարևաններից մեկին խնդրել ես, որ քո ծանոթին լավն է։ Ու քանի որ գնում եք ու մտածեցի կարող է ինչ-որ բանով քեզ օգնեմ կամ ինչ-որ բան է պետք։ Ո՞վ է քեզ դրա մասին ասել։ Ինչ կարևոր է նարը։ Կամ ինչ կա դրա մեջ թաքցնելու։ Ես մենակ Արմանի հետ եմ խոսել ու խնդրել էի իրան, որ ոչ մեկին ոչինչ չասի։ Արա ես ոչ մեկ չեմ։ Ու Արմանը լավ գիտի, թե ես ու դու որքան մտերիմ ենք եղել։ Ու բոլորը գիտեն։ Բայց այ դու ոնց որ մոռացել ես Նարեկ։ Նարեկ, ինչ ես ուզում ինձանից։ Չհասկացա հարցդ։ Արա, ինչ ես այդ տոնով հետ խոսում։ Չէ, Նարեկ, դու լավ էլ հասկացար։ Ես ամուսնացած եմ եւ շատ եմ սիրում իմ ամուսնուն։ Ստացար հարցիդ պատասխանը։ Թող Միկա, ինչ ես անում։ Նստի։ Ինչ ես ուզում գժվել ես։ Կարինա, ես ուզում եմ, որ մենք մի րոպե խոսենք։ Ուզածդ ինչ է։ Ուզում եմ, որ հեռանաս այդ հիմարից ու հնարավորություն տաս, որ ես լինեմ քո կողքին։ Միկա, չես հոգնում նույն բանը 1000 անգամ կրկնելուց։ Ես պատրաստ եմ 1000 անգամ էլ կրկնեմ։ Ինչ այդքան դժվար է հասկանալ, որ չեմ կարողանում քեզ մոռանալ։ Իսկ ես չեմ կարողանում մոռանալ քո արածները։ Կարինա, ես քեզ կարոտում եմ։ Ես կարոտում եմ քեզ։ Ու լավ գիտեմ, որ դու էլ ինձ ես կարոտում։ Չէ, ես քեզ չեմ կարոտում, Միկա։ Կարոտում ես։ Թող հիմար, դու լրիվ արդեն չափերը տանցար։ Դուրս արի իմ մեքենայից։ Ուզում ես գոռա։ Ինչ ուզում ես արա, մեկա, դու ինչ չես կարա հակառակ ապացուցես։ Դու դեռ ինձ սիրում ես։ Դուրս արի հենց հիմա իջի մեքենայից, Միկա։ Լավ, բայց ասածներիս մասին մի մոռացի։ Կյանքը շատ կարճ է, ու լավ կլինի, որ մնացած ժամանակը անցկացնես սիրելի մարդու կողքին։ Ես ինչ-որ տեղ եք գնում։ Հա, գնում ենք տիկին Զինային տեսնելու։ Ճիշտն ասած, ես ուզում եի, որ մի քանի օր հետո գնանք, բայց Մարկը պնդեց։ Ասամախ։ Մեր երոսները հենց նոր տնից դուրս եկան։ Մենակ, ասեմ ավելին։ Լավ էլ դուխով դուրս եկան։ Ոնց որ ոչ մի բան չի եղել։ Փաստորեն մենք մեր հաշվարկներում սխալվել ենք։ Լավ։ Ես գիտեմ թե ինչ պիտի անեմ։ Ինչ պիտի անես որ։ Ես չէ,
Դուք։ Այս անգամվա դոզան հաստատ դուրները կգա։ Բայց որ ճիշտն ասեմ, այդ հիմարիկը մեղքս գալիս է։ Ինչի՞ է մեղք։ Սիրան ուղղակի ասել եմ, ես քեզ շատ եմ սիրում, կարոտում եմ քեզ։ Լուրջ այդքան շատ ես սիրում։ Շատ։ Չէ, ես քեզ չեմ կարոտում։ Կարոտում ես։ Նիկա, բայց չեմ կարծում, որ այսօրվա արած քո քայլը ինչ-որ լուրջ բան կփոխի։ Ոնց։ Դու կասկածում ես իմ մոգական համբույրի վրա։ Արսենի դարպասին եւս մեկ գոլ խփվեց։ Տեսնես Արսենը այդ գոլերը ոնց է հավասարեցնելու։ Պատահել։ Հեռախոսը խոսաց ու տանից դուրս թռավ գնաց։ Ինչ իմանամ Հակոբ ջան։ Ընկերուհուն տանել են հիվանդանոց, ասում է ինքն էլ ստեղ հարազատներ չունի։ Տեսեք ովքեր են մեզ հյուր եկել։ Նարի ջան, այս ինչ անակնկալ էր։ Ոնց, պատիկին զինան չէր ասել, որ գալու են։ Չէ, ոչ մի բան չի ասել։ Ես ինչ լավ բանարիկ եկակ բալես։ Դա, Մարան ու Կարենը ուր են։ Կարենը Մարային տարել է հիվանդանոց, ինչ-որ դեպք է պատահել։ Նարը ջան, Մարկ ջան։ Ես էլ մտածում էի չեք գալու ինձ տեսնելու։ Ոյ, Տիկիզինա, ոնց կարող եք այդպես մտածել։ Տիկիզինա, ոնց ես։ Ոչինչ, լավ եմ։ Դու ոնց ես, Մարկ ջան։ Ճիշտ հասկացա, հարցնում ես, ես ոնց եմ։ Տիկիզինա, ոնց պիտի լինեմ։ Իմ վիճակը հիմա շատ ծանր է։ Բայց փառք Աստծու, Աստծու շնորհակալ եմ, որ ես ողջ եւ առողջ եմ։ Ու Նարեն կողքիս է։ Ինքը իմ մասին շատ է հոգտանում։ Հույս ունեմ, որ ամեն ինչ նորից առաջվա նման լավ կլինի։ Հաստատ, լավ է լինելու, շատ լավ է լինելու։ Էս ի՞նչ է։ Ոչ մի տարբերություն։ Դու էլ բոլոր տղամարդկանցին ես։ Կարինա, ես քեզ երբեք ինձ չհավատալու առիթ չեմ տվել։
իմացել եմ որտեղ է։ Նոր տեղիքը զանգեցին։ Հա, գնում եմ այնտեղ։ Չէ, Հայկ, դու պետք չի որ գաս, որ պետք լիներ հենց սկզբից էլ կասեի։ Ահա, հանգիստ եղեք։ Լավ, կզանգեմ։ Իսկ իսկ կասկածում եմ, որ ասացներս քեզ տեղ կհասնի, բայց ուրիշ տարբերակ էլ չունես։ Սրանից հետո քեզ Մարայի կողքերը չտենամ։ Մարան իմ ընկերուհին է։ Դու ով ես որ եկել ես ասում ես ես ընկերուցս հեռու մնամ։ Թե բալկոնից թռիչքը քեզ դաշ չեղավ։ Դու լսի այան ուղիղ։ Մարան քո ընկերուհին չի։ Երևի ես եմ եղավոր, որ մինչև այսօր գլուխը չեմ ջարդել։ Դու քեզ ում տեղն ես դրել вообще։ Ինչ ես անում արա։ Քո ընկերոջը հավքի տար, քանի քեզ էլ այսօրը չեմ գցել։ Դու սրա համար պատասխան ես տալու։ Դու ես չես մարսելու։ Մարայից հեռու ես մնում։ Это լող բան չի։ Հանգստացի բայ։ Ես քո վերջի զգուշացումն էր։ Հաջորդ անգամ սենց հեշտ չես բրծնի։ Ո՞լ սպասի ուր ես փախտում արա։ Հանգստացի արա։ Չես տենում քո երկու թափքին է, թե ուզում ես իսկականից գլուխը ջարդ։ Թող։ Ոչ մի բանը չի կարան ել, եկել եք ով գլուխ տա ջարդելու։ Արի գնացին։ Թող ասում եմ։ Դու լսրա համար պատասխան ես։ Փախնել չգնեմ։ Ջան։ Այսօր բախտս ինչ բերել է բերում։ Կար, չես ուզում մի հատ էլ իրար հետ խաղանք։ Խաղա։ Ստար նոր։ Դուշեշ։ Վերկաց, տես խաղալը որն է։ Այ նստի։ Զարը չտա տենան ոնց ես տանում։ Զինա։ Նստի։ Էй։ Կարենը ասեց, Մարան մնում է հիվանդանոցում ընկերուհու մոտ։ Հա, Մարայս ընկերուհին է, շատ ծանր հղիություն է տանում։ Ասում են այդ աղջիկն էլ Երևանում ոչ մի հարազատ չունի, մնալու է մոտը։ Ես էլ ուզում եմ Մարային տեսնել։ Բանարե ջան, իմացար, կարող է Մարայիս շուտով ամուսնացնենք։ Հա? Ում հետ։ Բիզնեսմեն է, գործունյա, տեսքը տեղը, խոսքը տեղը,
իսկը Մարայիս համարը։ Եկել էր Մարայիս ձեռքը խնդրելու։ Ես իրան չեմ տեսել, բայց ասում են լավ տղա է։ Հետաքրքիր է։ Մարան ինձ ոչինչ չի պատմել այդ տղայի մասին։ Մեզ էլ չէր ասել Նարե ջան։ Բայց ոնց որ երևում է, իր սրտով է։ Վայ այս կեսուրի ինչ ես խոսում։ Ոնց թե ոնց որ։ Չես տեսնում Մարայիս աչքերը ոնց են փայլում, որ այդ տղու անունը լսում է։ Ես գնում տեսնեմ երեխան հո չի բացվել։ Իսկ Վահեն։ Նարե ջան, դե ինչ Վահեն։ Ես միշտ էլ ասել եմ, որ Վահեն անհամապատասխան է իմ աղջկան։ Ոյ, հազիվ մառաս խելքի է եկել։ Այսպես ես ենքան լավ են արդի խաղում, ինձ էլ կարեն էլ մարս արեց։ Գրանք Նարե։ Ինչ եք սա չտապում։ Ճիշտ ասում Նարե ջան, մի քիչ էլ մնացեք էլի։ Չէ տա ջան, արդեն շատ ուշ է, մենք պետք է գնանք։ Գնանք։ Դե տիկին Զինա, քեզ առողջություն, շուտ առողջացի։ Ապրես Մարկ ջան։ Լավ, ես դրսում կսպասեմ։ Գալիս ենք Մարկ ջան, գալիս ենք ձեզ ճանապարհել։ Նարե ջան, գալես։ Ամեն օր աղոթում եմ Աստծուն ձեզ համար։ Հավատա ամեն ինչ լավ կլինի, բայց լավ կլինի։ Տիկին Զինա, ձեզ լավ նայեք։ Ես հենց որ ժամանակ ունեցա, անպայման կգամ ձեզ տեսակցության։ Հա Նարե ջան, դու էլ Մարկիս լավ նայի։ Կներես, որ չեմ կարող գալ ձեզ ճանապարհել։ Չէ, դուք հանգիստ նստեք։ Ես Լիանային տեսնեմ ու նոր գնամ։ Դե մենք գնացինք, բարի գիշեր ձեզ։ Բարի։ Նարե ջան, տեղ հասնեք կզանգեք անպայման։ Անպայման։ Տեսնում ես, որ մի քանի օր էլ ուշացնեինք, էլ վերջ, զոքանչից ձեռից չենք պրսնել։ Նորից գուշ! Սասեյեմ